Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք հուզում են կամ պետք է հուզեն։ Հասարակությանը վերջին օրերին, թերևս չեմ սխալվի, գոնե սոցցանցային տիրույթում քննարկված թեմաների մասին ենք խոսելու ենք բոլորին դեմ եմ շարժման անդամ Արամ Քոչարյանի հետ, բարև ձեզ։ Կրեատիվ էր, ով ես ինքս հիշում եմ, երբ քվեաթերթիկի համակ վրա կար բոլորին դեմ եմ այդ նշումը, այսինքն կարելի էր քվեարկել այդպես, հիմա դուք ըստ էության պահանջում եք նաև վերականգնել հենց այդ կետը, այսինքն որ մարդիկ գնան հասնեն ընտրատեղամասեր, ասեն մենք բոլորին դեմ ենք ու գնանք տուն։ Բայց հիմա մի քիչ ավելի լայնված խոսենք։ Ինչ նպատակ ունի ձեր շարժումը, ընդ որում, եթե չեմ սխալվում, նաև ինքնալուծարվող կուսակցություն ստեղծելու հայտեք ներկայացրել, ճիշտ է։ Այո։ Նայեք, մի փոքր Միքայել հետ անամ, այդտեղից գամ, բոլորին դեմ եմ, կրեատիվ է իհարկե, բայց ինքը բնութագրում է ընտրողին։ Ինքը բնութագրում է այն ընտրողին, ով որ մտածում է ընտրությունների մասին, մտածում է ով պիտի գա իշխանության, ում տա իր ձենը, ու ինքը գալիս է այն գիտակցմանը, որ ինքը բոլորին դեմ է։ Այդ մարդիկ ըստ ինձ, այն մարդիկ են, ովքեր որ հրաժարվում են վատի ու վատագույնի միջև ընտրություն կատարեն, Էդի են մարդիկ են, ովքեր օրինակ 2021 թվականի ընտրություններին գնացել են, իրան ձայնը տվել են 11 քաղաքական ուժի, ովքեր որ չեն անցել խորհրդարան, 250,000 քաղաքացի է դա, ու իրանք չգիտեն ինչ այն, ստիպված ոնց որ ասում են կամ սրան պիտի ընտրես, կամ նրան պիտի ընտրես, բայց իրանք ինչ որ ուժեր են տեսնում, դաշտում ինչ որ ուժեր կա, ու այդ դաշտի ուժերին էլ չեն ուզում ձեն տանես համակարգով, որտեվ գիտեն, որ գնալու է Փոշյանը։ Բոլորին դեմ է, դա ընտրողի մասին է։ Այն ընտրողի, ով որ չի կողմնորոշվում, չի կարողանում ընտրություն կատարի ու բոլորին դեմ է։ Ու մենք էլ հենց ովքեր որ շարժման անդամներն են, ոնց նախագիծը ստեղծվել է, ոնց մտածել ենք, հենց եկել ենք այդ կետից, որ չենք հասկացել ում պետք է ընտրենք ու փորձել ենք հասկանանք ինչումն է խնդիրը։ Ու բնականաբար ոնց որ խնդիրը այդքան է բարդ չի իրականում։ Խնդիրը ընտրությունների ձևն է, այն ընտրությունների խաղի կանոնները, որին որ մենք մասնակցում ենք։ Խնդիրները թվարկեմ, խնդիրները հիմնական հետևյալն է։ Առաջինը Կայուն մեծամասնության դրույթն է։ Ուրեմն կայուն մեծամասնություն դա 2015 թվականի ընդունված սահմանադրությունն է, որը որ երաշխավորում է, որ մի ուժ պետք է ստանա կայուն մեծամասնություն, ինչ ուզում է լինի։ Այսինքն պատկերացրեք, մի հատ երկիր է, որտեղ 10%-ը ԿՊ-ին է ուզում, 10%-ը Քոչարյանին է ուզում, 10%-ը, չգիտեմ, ինչ որ խառը sense ուժերի է ուզում, մեր ձևովին է ուզում եւ այլն։ Չնեղանան էլի անունները չտվեցի մնացածի ոչ չեն նեղանում մեկ իրանք էլ չեն այս սահմանադրությունը ասում է ախպեր այդ չի հետաքրում թե ժողովուրդը ինչ է ուզում որ 10%-ն է սրան ուզե 10%-ը նրան սահմանադրությունը ասում է մեկը պիտի դառնա կատարյալ իշխանություն այդ կայուն մեծամասնության դրույթն է ինքը հանուն արդարության երբեք Հայաստանում չի կիրառվել այդ կետը չի կիրառվել այդ մեր քննադատություններից մեկն է, էլի, բայց ինքը չի կիրառվել, որովհետև իմաստ չկա իր կիրառմանը, երբ որ այդ խաղի կանոնները դրած է, պատկերացրեք դուք քաղաքական ուժ եք, դուք գիտեք, որ խաղի կանոններում ինչ ուզում ա լինի, մեկը վերջում դու այդ տոտալ իշխանությունը ստանալու ես։ Ներողություն, կայուն մեծամասնության դրույթը չի կիրառվել, որովհետև հիմա օրինակ, չգիտեմ, 17 թվականի, եթե չեմ սխալվում, խորհրդարանական ընտրությունների նկարած չէր, այդ չենք քննարկում, որտեղ ձևավորվեց մեծամասնություն, 18 թվականի ընտրությունների ժամանակ ձևավորվեց մեծամասնություն, 21 թվականին ձևավորվեց մեծամասնություն, դրա փոխարեն կիրառվել է երրորդ ուժի պարտադիր ներկայության 21-ին 2021 թվականին, հեսա այդ կտորով կասեմ, ինքը չի կիրառվել, բայց ինքը փաստացի հողի վրա կիրառվում է, որտեղ երբ որ դու քաղաքական ուժ ես ու գիտես, որ ինչ ուզում ա լինի հերիքա դու մեջներից ամենաշատ հավաքածը լինես, դու ստանալու ես տոտալ իշխանություն, քո վարած ներքին քաղաքականությունը, այսպես ասած, տոտալիտար է, դու բոլորին բացառում ես, ասում ես, որ ոչ մեկի հետ համագործակցելու չկա, որովհետև դե վերջում գիտես, որ այդ սահմանադրությունը նենց է սարքած, որ sense տնես դու ստիպված չես լինելու համագործակցելու, այսինքն այդ կետը սահմանադրության չի կիրառվել, բայց դրա քաղաքական հետևանքները մենք հիմա տեսնում ենք, ոնց է օրինակի համար հիմա իշխող ուժը, ինքը ոնց որ ինքը ասում մենակ ես եմ ճիշտը, ուրիշ ճիշտ չի կարող լինի, բացառված է։ Ինչը վերաբերվում է 2021 թվականի ընտրություններին, հասնենք երկրորդ կետին,
2021 թվականին մենակ երկու ուժ է հատել ընտրական շեմը։ Մենակ երկու ուժ՝ Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժերը։ Էսի ոնց որ հստակ ազդակ է, որ մի բան սխալ է համակարգի մեջ։ Չի կարա ոնց որ մեր սա քաղաքական դաշտը վերջ, հա, մենք ոչ մի քաղաքացի չունենք, ոչ մի մարդ չունենք, ով որ ուզում է նոր մտքեր բերի, երկու ուժ է հատել։ Ու այդ իսկ պատճառով մեր երկրորդ կետը այն է, որ մենք առաջարկում ենք ընտրական շեմի իջեցնել։ Մենք առաջարկում ենք 4%-ից իջեցնել 1%։ Պարոն Քոչարյան, կներեք, չեմ ընդհատում, ուղղակի որպեսզի հասկանանք ինչի մասն է խոսքը։ Տեսեք, 21 թվականին քաղաքացիական պայմանագիրը ստացել է քվեերների 53.91%։ Այսինքն ըստ էության, այսպես թե այնպես մեծամասնություն ձևավորում էր։ Պատիվ ունեմ դաշինքն է, Հայաստան դաշինքն է։ Հիմա եթե այդ ձեր ասած անցողիկ շեմը լիներ 1%, տեսեք, խորհրդարանում կհայտնվեին այս 1-ից 3% հավաքած ձայներն եմ ասում։ Բարգավաճ Հայաստանը, Հայ ազգային կոնգրես, Շիրինյան Բաբաջանյան դաշինք, ազգային ժողովրդական բևեռը, Լուսավոր Հայաստանը, Ազատական կուսակցությունը, Հայոց հայրենիքն էլ ձեզ նվեր։ Այս բոլորը իրար հետ մոտավորապես հանրագումարով կազմում մոտավորապես 10%։ 10% ներկայություն։ Ինչ էր փոխվելու։ Կոնկրետ այդ ընտրություններին ոչ մի բան չէր փոխվելու։ Ավելի ճիշտ եկեք ոնց որ հանուն արդարության ասենք, որ փոխվելու էր։ Մենք խորհրդանում ունենալու ենք ինչ որ ուժերի ներկայացուցիչներ, ովքեր որ այդ բոշա փչացած խաղի մեջ չեն։ Առնվազն ունենալու ենք այդ բան չէր փոխվելու, ԿՊՆ-ը ելնելու էր իշխանությանը, բայց խորհրդանը ավելի ներկայացված էր ելնելու։ Ես այդ ուժերը չգիտեմ, այն ժամանակվա իրեն ծրագրերը լավ չգիտեմ, բայց կարող է ես էլ հիմա որպես քաղաքացի իրենք էլ չեն հիշում, հիմա դրա մասին չենք։ Ես որպես քաղաքացի զգայի, որ գոնե իմ մտքերը ինչ որ չափով ազգային ժողովում ներկայացված են, բայց այդտեղ կարևոր նրբություն կա։ Այդ ուժերը նաև քիչ են հավաքել, որովհետև մարդիկ մտածել են, որ չգնան իրանց ընտրեն, որովհետև փոշիանալու է։ Երբ որ խաղի կանոնները ելներ 1%, նախ նոր ուժերը կհայտնվեին, ինչպես նաև այդ ձեր թվարկած ուժերը եւ այլ ավելի շատ ուժեր կհավաքեին ավելի բարձր տոկոս, որտեղ մարդը արդեն ոչ թե կմտածեր, հայսի փոշիանալու է թե չէ, այլ կմտածեր, որ անցնելու ազգային ժողով իրան ներկայացնի։ Քանի որ խոսք գնաց փոշիացման մասին ձայների, տեսեք, ձեզ հիմա արդեն հիմիկվանից սկսել են մեղադրել ձայները փոշիացնելու ցանկության համար, որովհետև խորհրդարանական ընտրություններին այնուհանդերձ գնալու ենք այդ նույն կայուն մեծամասնության չչեղարկված դրույթով։ Հետևաբար բոլոր այն կուսակցությունները կամ դաշինքները, որոնք չեն հավաքի բացարձակ մեծամասնություն, հա պիտի իրար մեջ կիսեն այն ոչ մեծամասնության ձայները։ Հիմա եթե օրինակ դուք չեք հավաքում դիցուկ 5%, հա, հավաքում եք 4.99%, ձեր այս 4.99-ը գնում է մեծամասնություն ստացած քաղաքական ուժին, եւ հետեւաբար ստացվում է, որ դուք գնում եք ձայները փոշիացման ճանապարհով։ Այո, օրենքը փոխվել է այս ընտրություններին առաջին անգամ լինելու է 4%, այսինքն լավ 3.99, հա։ Նայեք, այդ մեր հիմիկվա ամենամեծ քննադատությունն է, որ գայս եք ձայներ փոշիացնելու, այդտեղ երկու կոմպոնենտ կա։ Առաջի բանը, ինչի է դա առաջանում։ Առաջանում է հետևյալ բանի պատճառով, որ քաղաքական օրակարգը դաշտում ոնց որ հետևյալն է։ ԿՊ-ն Նիկոլը ճիշտ է, մենք ճիշտ ենք, մեզ կընտրեք, հակառակ դաշտը ասում է եկեք սաղս կոնսենսուսի գանք, Նիկոլին պետքա հանել։ Այդ է մեր քաղաքական օրակարգը։ Հիմա երբ որ մենք հայտնվել ենք դաշտում ու ասում ենք, որ մենք այդ օրակարգերը չենք կիսում, մենք ունենք առաջնային օրակարգ, ու առաջնային օրակարգը դա ընտրական համակարգը սարքելն է նորից, ասենք խնդիրները ուղղելն է, մենք փաստացի հայտնվում ենք թիրախում, որովհետև ոչ այն մի օրակարգի տակ ենք մտնում, ոչ այս մի օրակարգի տակ ենք մտնում, իսկ այտենց ուժի ու իդեպ արդարացի քննադատությունը այդ փոշիացնելը, որովհետև իրանք նայում են, ասում են լավ դուք ով եք։ Ասենք ինչ որ մի քանի հոգով հավաքվել եք, ինչ որ մի բան եք անում, ոնց որ գնալու եք փոշիացնեք, բայց այս այդ փոշիացման մեղադրանքը չեմ ընդունում երկու բանի պատճառով, ինքը արդարացի է, բայց չեմ ընդունում։ Առաջինը հետևյալն է, որ մենք հենց այն միակ ուժն ենք, ով որ ասում է սենց ընտրություններ ու հենց այդ փոշիացման դեմ ենք պայքարում։ Մեր ամբողջական ծրագիրը այդ կանոն մեծամասնությունը հանել ընտրական շեմի իջացնելն է, հենց նրա համար է, որ այս ընդդիմություն, իշխանություն
վեճի մեջ նոր օրակարգեր հնարավոր է լինեն դուրս գան, որտեվ սենց հնարավոր չի, այսինքն գալիս են մի հատ օրակարգ ես ասում, քեզ ասում են, դու եկել ես փոշիացնելու, բայց հենց դրա դեմ ենք պայքարում, այդ մեկ, երկրորդը մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, մենք իրավունք ունենք քաղաքական մտքեր, իրավունք ունենք դաշտ բերել քաղաքական օրակարգեր, իրավունք ունենք մարդկանց ասել ժողովուրդ ջան, այս խաղի կանոնները արդար չի, եկեք խաղանք։ Հիմա եթե բանը հասնելու է նրան, որ փոշիացնելու ենք, դրա պատասխանատվությունը կրենք, դրա մեջ ոչ մի խնդիր չկա։ Մենք միտք ունենք, գաղափար ունենք ու այդ գաղափարի համար պայքարում ենք։ Ինչ է լինելու դրանից։ Տեսեք, ինչ է լինելու դրանից կամ չի լինելու դրանից 15 թվականի երբ ընդունվում էր սահմանադրությունը մի շարք քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, լրագրողներ անգամ, այդ թվում նաև իմ համեստանձը պնդում ենք, որ Հայաստանում կուսակցական համակարգը կայացած չէ, հետևաբար անցնել խորհրդարանական կառավարման, որի հենքում դրված է կուսակցական համակարգը, անհեթեթ է։ Հիմա մենք 26 թվականում ենք կուսակցական համակարգը էլի կայացած չէ, այսինքն եթե հանենք 1, 2, 3 լավ կուսակցություն, որոնք քիչ շատ, այսպես արդեն կայացման փուլը անցել են եւ այլն, մենք գործում ենք մարդ կուսակցությունների հետ էլի, հա, որտեվ օրինակ այն որ ես թվարկեցի սկզբում, համարյա բոլորը մարդ կուսակցություններ են, ասենք Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կամ Ծառուկյան դաշինքը պարզա չէ, որ այնտեղ մտքի գիգանտներից չի կազմված, այնտեղ կազմված է Ծառուկյան անձի շուրջ։ Հիմա երբ դուք եք մտնում այս խաղի մեջ, ընդ որում դեռևս չկայացած որպես քաղաքական ուժ նկատի ունեմ, դուք չեք մասնակցում, չի ստացվում, որ դուք մասնակցում եք հենց այս խաղին։ Նայեք, այդ խաղը կա, այդ խաղը սենց տենես դրած է, ինչքան ուզում է դա մեր դուրը գա, դուր չկա, այդ խաղը սենց տենես կա։ Առաջի բանը, որ կարամ ասեմ, հետևյալն է։ Մենք մասնակցում ենք այդ խաղին, այդ խաղի կանոնները փոխելու միակ ու առաջնային օրակարգով։ Ամենամեծ տարբերությունը բոլորին դեմ է դա է, որ մենք ունենք միակ առաջնային ու երկրորդային օրակարգ չունենք։ Մի օրակարգ ասում ենք, այս խաղի կանոնները փոխենք։ Ու ինչու է սա կարևոր։ Իհարկե դե լիքը ուժեր կան, ովքեր ասում են, կգանք, կփոխենք այս համակարգը, լավ կլինի, բայց հետեւյալ բանն եմ ես ասում, այդ բոլոր ուժերը իրանք հավակնում են կան երկարաժամկետ իշխանության այս համակարգով։ Իրանք գալու են իշխանության, գիտեք ինչ է լինելու, գալու են մի 2-3 օր հետո անցնելու է կամ 2-3 ամիս անցնելու է, հելնելն ասա, ժողովուրդ ջան, մենք արտաքին սենց խնդիր ունենք, ներքին սենց խնդիր ունենք, առողջապահությունը սենց, անվտանգությունը, սրանք դզենք, մի քիչ ժամանակ տվեք, դզենք, ու այս խնդիրը մնալու է դուրս է էլի։ Էլի հայտնվելու ենք մի հատ իրավիճակում, որ նոր իշխանություն է եկել ու մնացել ենք իր ձեռը կրակը։ Դրա համար մեր առաջարկը շատ կոնկրետ ու տարբերվող է այն իմաստով, որ մենք ասում ենք, չէ, ընկեր, մենք 100 օրով ենք գալի ու փոխում ենք մենակ խաղի կանոնները ու թողում, որ դաշտը առողջանա։ Այն միտքը, որ դուք ասում եք, որ կուսակցությունները չեն կայանում, այդ կուսակցությանը կայացնելու համար օգնություն է պետք, դաշտ է պետք, որ կուսակցությունները կայանան։ Հիմա մենք կուսակցություն ենք հիմնադրել, երեք մեր հիմնադիր համագումարներ։ Խայտարակ բարդ բան է այդ կուսակցություն հիմնադրելը։ Ռեալ բարդ բան է։ Դու հերիք չի պիտի լավ գաղափարներ ունենաս, պիտի գնաս 300 հոգու համոզես, որ գան հիմնադիր դառնան, իսկ գիտեք այդ մնացած կուսակցությունները ոնց են անում։ Խնամի ծանոթ բարեկամով պասպորտները հավաքում են, ինչ հիմնադիր համագումար եք օրինակ դուք տեսել կուսակցության հանրային, որ հանրային բաց է արվել։ 1-2 հատ կարող է։ Ես չեմ կարող հիշել։ Իրանք բաց հայտարարում են, բայց հիմնադրումը փակ է։ Հա։ Բաց ստիպված են բաց հայտարարել, բայց հիմնադրումը փակ է, դու չգիտես ընդ ներսում ինչ են արել, ոնց են արել։ Իսկ մեր առաջարկը ինչ է բերելու։ Երբ որ մենք ընտրական շեմը սարքենք 1%, այս փոքր խմբերը ու մարգինալ խմբերը միշտ տենց է, միշտ նոր իդեաները մարգինալ են լինելու, չի լինելու մի հատ նոր իդեա, որ մեկ էլ պարզվի 3 միլիոն հայ, 3 միլիոն քաղաքացի դա հավանում է։ Փոքր են լինելու, իրանք որ անցնեն ազգային ժողով, իրանք ոնց որ դառնալու են ինչ որ մանդատ են ստանալու, ֆինանսավորում են ստանալու պետությունից, հնարավորություն է ստանալու իրանք ծրագրերը անել, հնարավորություն է ստանալու մտնել քաղաքական առևտուրի մեջ, միգուցե ինչ որ կարիերայով առաջ գնան։ Եթե էսի չկա, եթե մենք փաստացի այնց ընտրական համակարգ ունենք, որ մենակ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանն է կարող շեմը հաղթահարի, ոնց պիտի ուրիշ ուժեր հայտնվեն, դա չեմ հասկանում։ Հիմա լավ, դուք գրանցվել եք, դուք մասնակցում եք ընտրություններին, տեսեք, դուք ասում եք մենք ինքնալուծարող կուսակցություն ենք։
Բայց մեծամասնություն չեք ձևավորում։ Մեծամասնություն ձևավորում է քաղաքական այլ ուժ, ասենք կլինի դա պայմանական քաղաքացիական պայմանագիրը կամ կլինի, ասենք, չգիտեմ, Հայաստան դաշինքը, նոր ինչ-որ ձևով կառուցված։ Դուք ասենք երկրորդն եք տեղերով ու ասում եք մենք սա բնականաբար այն տրամաբանությունը, որ դուք դրել եք ձեր փիլիսոփայության հիմքում, ստացվում է, որ դուք պարտվել եք ընտրությունները։ Այսինքն եթե չեք հաղթում, ուրեմն պարտվում եք։ Հետևաբար դուք վայր եք դնում մանդատները։ Հիմա այն մարդիկ, ովքեր ձեզ հավատացել են, վստահել են, դրանից հետո կգնան ընտրություններ ինչ-որ մեկին ձայն կտան։ Նայեք, երկու հնարավոր սցենար կա, մենք ոնց որ իլյուզիաներով չենք ապրում ու ոչ էլ փորձում ենք մեզ ինչ-որ տենց հզոր առաջնորդների տեղ դնենք, որ ասենք հեսա գալիս ենք 50% հավաքենք։ Դա տենք չի, իհարկե որ հավաքենք չենք ասելով այսինչ վատ բան եղավ, բայց իհարկե մենք տենց պլան չունենք։ Մեր նպատակը շատ հստակ է։ Մեզ պետք է 150,000 քաղաքացի քվեարկի բոլորին դեմի օգտին։ Երբ որ նման բանը լինի, մեր հաշվարկներով ու տրամաբանությամբ կստացվի այնպես, որ առաջի փուլում ոչ մեկ մեծամասնություն հավաքած չի լինի, ոչ իշխանությունը, ոչ էլ հավաքական ինչ-որ ընդդիմություն։ Երբ որ ստեղծվի տենց իրավիճակ, ստեղծվելու է փաստացի քաղաքական իրավիճակը լինելու է ստեղ, որ կա մի հատ բոլորին դեմ եմ, որը որ հայտարարելուց իր ձեռքերը կապել է, ասել է ժողովուրդ ջան, որին ձեն եք տալի, ես չեմ կարողանալու միանամ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, ու դա մենք հանրային ֆիքսել ենք, դա ինադու մեր ձեռները կապել է։ Ձեռները կապել է, ասում է չեն կարա ձեզ միանանք, իշխանություն ջան, չեն կարա միանանք, որ դու ունենաս վարչապետ, ընդդիմություն ջան, չեն կարա միանանք, որ դու ունենաս վարչապետ։ Այդ իրավիճակում թե իշխանությանը, թե ընդդիմությանը մենք անելու ենք հետևյալ առաջարկը։ Ասել ենք նայեք 150,000 քաղաքացի ու այստեղ նրբություն կա, որ համ իշխանության օրակարգում, համ ընդդիմության օրակարգում բոլորի մեջ կա ընտրական համակարգի ու քաղաքական համակարգի բարելավումները։ Իսկ մեր օրակարգի մեջ իրանց օրակարգերը չկան, այսինքն իրանց օրակարգերի մեջ մենք մտնում ենք։ Նեն չի ստացվելու, որ օրինակ իշխանությունը 400,000 ձեն է հավաքել, ինքը մանդատները տալու է կամ քվեարկելու է մեր վարչապետի օգտին իր օրակարգից դուրս գալով։ Դուրս չի գալու, ներառված է իր օրակարգը։ Մենք ստեղծելու ենք իրավիճակ, որ իրանք ասեն, օքեյ, դուք եկեք, այդ 100 օրվա փոփոխությունները արեք, դրանից հետո ընտրություններին մասնակցենք։ Իհարկե իրանք կարան հրաժարվեն, իհարկե կարող է ամենայն հավանականությամբ հրաժարվեն, բայց դրանից հետո իրանք կրելու են դրա բոլոր քաղաքական պատասխանատվությունը։ Օրինակի համար ընդդիմությունը եթե հրաժարվի նման առաջարկից, դա նշանակելու է, որ իրանց ձեռքի տակ կար շանս ըստ իրանց օրակարգի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, բայց իրանք դրանից չօգտվեցին, իրանք գնացին երկրորդ փուլ այն մտքով, որ կհաղթեն։ Դա քաղաքական հետևանք է։ Նույնը նաև Նիկոլ Փաշինյանը իշխանությունն էլ է կրելու, որովհետև մենք փաստացի մեզ դիրքավորում ենք անունը բոլորին դեմ եմ, բայց մենք ամենահամագործակցային քաղաքական ուժն ենք լինելու։ Մենք պետք է կարողանանք այս թևերին վերևից անենք հեղափոխություն։ Մեր պլանը այն է, որ ազգային ժողովով վերևից, ոչ թե ներքևից, այլ վերևից անենք հեղափոխություն, ու եթե իրանք էլ դրան չհամաձայնվեն, որովհետև իրանք չեն կարող ասեն, որ մենք ավելի վատ ընտրական պայմաններ ենք բերում, չեն կարող ասեն, որ սա վատ է Հայաստանում, մենք ավելի ժողովրդավար ենք սարքում մեր երկիրը, դա միանշանակ է, ավելի արդար ընտրություններ ենք ունենալու, դա միանշանակ է։ Ինչի համար այդ օրակարգին չեք համաձայնվում։ Դա երկու թևին էլ քաղաքական պատասխանատվություն են կրելու դրա արդյունքում, եթե չհամաձայնվեն։ Եթե չհամաձայնվեն, հարց չկա։ Մենք մեր մանդատները վայր ենք դնում, գնում։ Հիմա ընտրողները հենց դրա համար էլ մեզ մանդատ են տալի։ Ես չգիտեմ իրանք հիաստափեն թե չէ, բայց այն մանդատը, որը որ մենք ուզում ենք, հենց դրա համար է։ Թե չէ ինչ եք առաջարկում, օրինակ մնանք ազգային ժողովում, ինչ անենք։ Չէ, ոչ ման չեմ առաջարկում, հարցում եմ ընդհանրապես։ Առաջարկող լինեի ռետորական հարց եմ տալի, որովհետև մենք օրակարգ, մենք ասել ենք բանը տրիպին ոնց ենք վերաբերվում, ասել ենք անվտանգային հարցերին ոնց ենք վերաբերվում, ասել ենք առողջապահությանը ոնց ենք, չենք ասել։ Գնացե 150,000 մանդատ ենք ստացել։ Այդ 150,000 քաղաքացու համար արդար է, որ ես ինքը չգիտի ես ինչ մարդ եմ, ինչ քաղաքական մոտեցումներ ունեմ, գնամ ԱԺ ամբիոնից իմ գաղափարները առաջ տանեմ, բայց ուրիշ օրակարգ էի ասել։ Դա է։ Դուք ըստ էության ստացվում է, որ միակ քաղաքական ուժն եք, որը որևէ գաղափարախոսություն չունի։ Քաղաքական իմաստով։ Քաղաքական իմաստով մետա քաղաքական գաղափարախոսություն ունի, այսինքն ընտրական համակարգի փոփոխությունները դա
մետա քաղաքականություն է, բայց դա էլ է գաղափարախոսություն։ Հիմա երբ դուք ասում եք 150,000 քվե է ձեզ պահանջվում, այսինքն ես ուզում եմ հասկանալ այդ ձեր էլեկտորատը ովքեր են լինելու, ինչի համար եմ ես նախ էլեկտորատ բառը ատում եմ ընտրազանգված բառը, որտեղ չգիտեմ ինքը ինձ մի բան վիրավորական անջում։ Հիմա տեսեք 21 թվականին ընտրություններին չի մասնակցել 1,312,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այսինքն դուք ենթադրում եք, որ այս թվի մեջ, այս 1,312,000-ի մեջ կգտնվեն 150,000 մարդ, որոնք կգնային տեսականորեն ընտրություններին կմասնակցեին, կքվեարկեին, եթե լիներ այդ բոլորին դեմ եմ նշումը։ Նայեք, քանի որ մենք շատ թափանցիկ երկրում ենք ապրում, մենք չգիտենք այդ 1,300,000 քաղաքացիներից ինչքանն են ստեղ, ինչքանի գրանցումն է, օրինակի համար, ասենք իրանք Երևանում են ապրում, բայց գրանցված են օրինակ Սևքարում ու այդ ընտրություններին պիտի գնան Սևքար քվեարկելու եւ այդ բոլորը չգիտենք, շատ դժվար է պատկերացնել, թե օքեյ, այդ 1,300,000-ի մեջ ինչքան մարդ կա, որ իսկականից ինքը ընտրությունները գիտի, կարա գնա ընտրությունների եւ այլն, բայց չի գնում։ Այդ չգիտենք։ Դրա համար այդ իհարկե կլինեն 200-300,000 մարդ հաստատ կա, բայց ավելի կոնկրետ թիրախ, բնականաբար այդ 200-300,000 ընտրողներն են մեր թիրախը, բայց նաեւ մեր թիրախն է այն 250,000, 248,600 քաղաքացիները, ովքեր որ գնացել են, ձայն են տվել շեմը չհաղթարած ուժերին։ Այս քաղաքացիների համար մենք առաջարկում ենք լուծում, որ իրենց հավանած քաղաքական ուժերը մեր կազմակերպած ընտրություններում կարողանան անցնել ազգային ժողով, իրենց ներկայացնեն։ Այս մարդիկ ոնց որ ընդեղ են ու իրենք լուծում չունեն։ Ու վերջի կետը այնա, որ ես օրինակի համար 2021 թվականի ընտրություններին եղել եմ ընչարած փոքրագույն ընտրողների մեջ ու մեր վերջի թիրախը այն մարդիկ են, ովքեր որ ստիպված գնացել են ու ընտրություն են կատարել վատի ու վատագույնի մեջ ու հետո մի խումբը ու հետո զղջացել են այդ ընտրության համար կամ sense կամ նենց ոնց որ չեն համակերպվել որ այդ օքեյ էր վատից վատագույն անել կարող է մարդիկ կան որ համարում են տրամաբանական է վատից վատագույն անել ես իրենց բան չունեմ ես օրինակի համար այն մարդկանցից եմ որ արել են վատից վատագույն ընտրություն ու զղջացել են դրա համար ու մենք ունենք նաև այդպես ընտրողներ ովքեր որ ընտրել են Նիկոլին որպես վատից վատագույն կամ Քոչարյանին որպես վատից վատագույն նրանք էլ են մեր թիրախը, որովհետև ովքեր որ զղջում են, որ վատից վատագույնն է իրանց ընտրությունը եղել։ Հիմա տեսեք, քաղաքական, այսպես դասավորվածությունը մոտավորապես այսպեսին է։ Խորհրդարանական ընտրությունները ըստ էության իշխանությունը հայտարարել է ճակատագրական իմաստով, որ Հայաստանի Հանրապետությունների քաղաքացիները պիտի ընտրություն անեն խաղաղության եւ պատերազմի միջև։ Այսինքն, եթե ընտրում եք մեզ դա երաշխավորված խաղաղություն է, եթե ընտրում եք այս մի թևին, հիմա անուններով չասեմ, չգիտեմ, կամ լավ ասեմ, եթե Ռոբերտ Քոչարյանն եք ընտրում, եթե Սերժ Սարգսյանն եք ընտրում, Դաշնակցությանն եք ընտրում, դա երաշխավորված պատերազմ է, այսինքն այս մարդիկ քաղաքական իմաստով պատերազմի կողմնակիցներ են։ Դուք այ հիմա երբ մտնում եք այս կռվի մեջ, լավ այսպես ասեմ, դուք ոնց եք պատկերացնում։ Լավ, եկավ հունիսի 7-ը, հունիսի 7-ին, չգիտեմ, չեմ ասում ամբողջ աշխարհը, ամբողջ տարածաշրջան նստած նայելու է ինչ է լինում Հայաստանում, ովքեր են գալիս իշխանության։ Ու դուք այդտեղ մենք եկել ենք, որ խորհրդարանը լուծարենք։ Ոնց եք պատկերացնում։ Լրիվ նորմալ։ Երկու կարևոր բան կա։ Նայեք, նման փորձ ամբողջ աշխարհում չի եղել։ Ոչ մի անգամ չի հիմնադրվել կուսակցություն, որը որ մի ծրագրով ա եղել ու հիմնադրման օրվանից հայտարարել է, որ ինքը ինքնալուծվելու է։ Ամբողջ աշխարհը, այո, մեծ հետաքրքրությամբ նայելու է, թե Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության զարգացման իրավուղին ոնց է գնում։ Այո, սա աշխարհը նայելու է դրան, որովհետև սա լինելու է շատ հետաքրքիր ու կարևոր փորձ որ մարդիկ տենան, ասեն, որովհետև կարելի է չէ պնդել, որ ինչ որ ժողովրդավարական կրիզիս ամբողջ աշխարհում, մեր մոտ ամբողջ աշխարհում բոլոր տեղերը կա։ Սա ոչ միայն Հայաստանի համար է հետաքրքիր գործիք, հատկապես օրինակ այդ բոլորին դեմեմի քվեաթերթիկը, այլ նաև սա հետաքրքիր մոտեցում է
ուրիշ երկրները կարան նայեն, ասեն մի վարքան, սենց կարելի էր կուսակցություն սարքել, որ մենակ սենց բան անում։ Այսինքն, այո, սաղ աշխարհը նայելու է, թե մենք դա ոնց ենք անելու։ Եթե ձեր հարցը այնա, որ երբ որ մենք գանք իշխանության, այդ 100 օրում այդ ինչ եք անելու, այդ սաղ աշխարհին ասելու եք 100 օր սպասեք, մեր պատասխանը այո, ասելու ենք 100 օր սպասեք, հիմնական, բայց մեր մոտեցումը հետևյալն է լինելու, մենք հայտարարել ենք, մենք կադրային ջարդ չենք անելու, մենք պահելու ենք քաղաքական չերզոքություն, գալու ենք, միգուցե ինչ-որ կադրային փոփոխություններ անենք, որոնք որ միայն անհրաժեշտ են ընտրությունները կազմակերպելու համար, բայց այն հիմնական ուղղություններով դա անվտանգություն կլինի, արտաքին քաղաքականություն կլինի, բոլորին ասելու ենք ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ասել են, որ խաղի կանոնները պիտի փոխվի։ Այդ մեծ ծրագրերը, ինչ համաձայնություններ կան, բոլորը շարունակվում են, հանգիստ շարունակეთ այդ ծրագրերը, միջև մենք այս փոփոխությունը կանենք, նոր ընտրություններ կլինի, ուժերը արդեն իրանց քաղաքական ծրագրերով կգան կստանան իշխանություն ու ըստ այդ իշխանության կկատարեն ծրագրերը։ Այդտեղ մեծ խնդիր չկա։ Կարամ ավելի մի քայլ էլ առաջ գնամ։ Այո, մենք չենք կարա մոդելավորենք, շատ տուրբուլենտ աշխարհում ենք ապրում, այդ 100 օրում ինչ կարա լինի։ Կարա նենց բաներ լինեն, որոնք որ լրիվ անսպասելի են ու անպայման որոշում կայացնեն, դա է լինելու է մեր քաղաքական ճակատագիրը։ Եթե մենք կգանք իշխանության, այդ 100 օրվա ընթացքում կլինեն նենց որոշումներ, որոնք որ այդ երկարաժամկետ ծրագրերը պահելու, տրամաբանության մեջ մեր գործընկերների հետ աշխատելու, ասելու մի ցնցումների ենթարկեք եւ այլն, կամ սպասեք 100 օրից նոր իշխանություն կգա, իրանց հետ կաշխատենք։ Այս բոլորը եթե սպառվի, ցանկացած կառավարություն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պահանջում է այդ կառավարությունից, անկախ ինքը մի օրով է, թե 1000 օրով է, պահպանել երկրի անվտանգությունը, պահպանել երկրի պետականության շարունակականությունը։ Մենք այդ պատասխանատվությունը վերցնելու ենք։ Դե դուք չէ, խոսքի մեջ ասացիք, որ դա էլ կլինի ձեր ճակատագիրը, ըստ էության ձեր ճակատագրի մասին չի խոսքը երկրի ճակատագիր։ Քաղաքական ճակատագիր։ Հա, ոչ միայն քաղաքական, այս դեպքում։ Եթե դուք ասենք մեծամասնություն եք եւ այդ 100 օրվա ընթացքում սկսվում է, ասենք, չգիտեմ, տարածաշրջանում մեծ տուրբուլենտության փուլ է սկսվում, այստեղ ձեր ճակատագիրը չի որոշում, անձամբ ձեր որպես իշխանություն երկրի ճակատագիրն է, բայց դուք ես ինչքանով որ ես եմ հասկանում, ասում եք մենք ծրագիր չունենք որպես այդպեսի։ Ինչ ենք անելու։ Ինչ ենք անելու մեր ծրագիրը հետեւյալն է, բոլոր միջազգային պարտավորվածությունները պահելու ենք։ Եթե ստացվի ինչ-որ իսկ ինչ-որ մեկը ծրագիր ունի, որ Հայաստանի Հանրապետության վրա մեծ տորնադո գա, ինչ է անելու։ Կամ օրինակի համար, որ Իրանի Հանրապետությունից 150 կամ 200,000 քաղաքացի փորձի գալ Հայաստան, ասել են այդ ծրագրերը ինչ են անելու։ Բոլոր նման իրավիճակների համար ոչ մեկ ծրագիր չունի։ Ու ես տեն ձև չեմ թափելու, որ մենք վայ այդ բոլոր հնարավոր տարբերակների ծրագիրը չունենք։ Ոչ մեկ չունի նման բաների ծրագիր։ Դու չես կարող նման բաների ծրագրեր ունենալ։ Այդ ծրագրերը գալու է ԿՊ-ն մնացած բանը, չգիտեմ, Հայաստան դաշինքը մնացածը լինելու են խորհրդարանում, լինելու են կառավարության մեջ, հետները աշխատելու ենք։ Մի պետություն ենք, մի ազգ ենք, իրար հետ աշխատելու ենք, այդ տուրբուլենտ վիճակը ուղենք։ Ու ոնց որ այդտեղ ոչ մի բան չկա, ոչ մի հակառակը, ես դες ավելին ասեմ, քանի որ մենք ենք լինելու այդ ժամանակ, մենք ինչպես հայտարարեցին, մենք իրականում ամենահամագործակցային քաղաքական ուժն ենք։ Մեր քաղաքական չեզոքությունը թույլ է տալու համ ԿՊ-ի, համ Հայաստան դաշինքի, համ Բարգավաճի, համ չգիտեմ ով կլինի այդ ազգային ժողովում, լավագույն կադրերին, լավագույն գաղափարներին այդ կրիզիսային վիճակում բան բերել պետության համար ծառայելու։ Այդ մենակ մենք ենք կարողանալու անենք։ Սպասենք կտեսնենք։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ բոլորին դեմ եմ շարժման անդամ Արամ Քոչարյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։